Արդեն տևական ժամանակ է հայ հանրությունը, քաղաքական գործիչները, միջազգային հանրությունը պահանջում են, որպեսզի բաց թողնի Ալիևը հայ ռազմագերիներին, սակայն որևէ տեղաշարժ չենք տեսնում, չկա։ Հայաստանի իշխանությունը ձեզ ըստ պատշաճի եւ սրտացավորեն մոտենում է այս հարցին, եթե մոտենար, ապա խնդիրը կլուծվեր։ Միանշանակ, եթե կարճ ասեմ, ոչ, Հայաստանի իշխանությունները չեն անում են անհրաժեշտ բավարարը, որ կարող են անել, սակայն հարցը միայն առհասարակ գերիներին չի վերաբերում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն չի անում, այլև շատ հարցերում նա ուղղակի չի կարող, անկարող են եւ գերիների հարցով եւ երկրի կարևորագույն խնդիրները, որոնք ունենք, դրանց լուծման հարցով։ Այս օրերին նաեւ նախընտրական ակտիվ եռուզեռը Գյումրիում եւ Փարաքարում ապրելու երկիրը ունի թեկնածուներ, ձեր կարծիքով ինչ արդյունքներ կգրանցվի։ Ես հավատացած եմ, որ եւ Գյումրիում եւ Փարաքարում գործող իշխանությունները պարտվելու են, սակայն մենք փորձը ունենք, թե ինչպիսի քայլերի են նրանք դիմում եւ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո այս իշխանությունները նաեւ ես կարծում եմ պատմության մեջ կմնան լավ ավականների մանդատագողեր որպես բազմաթիվ տեղերում նրանք ընտրություններից հետո իրականացրել են այդ գործելավոճով, բազմաթիվ համայնքներում հնարավոր է նման դեպքեր, ամեն ինչ կարելի է սպասել, բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը միանձնա մերժելու է այսօրվա իշխանություններին։ Եվ եթե ձեր ասածով լինի, հա Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններից հետո իշխանությունը պարտվի, արդյոք դրան կարող է հաջորդել համաժողովրդական շարժում իշխանությանը հեռացնելու համար։ Ես կարծում եմ ժամանակի ընթացքում այդ համաժողովրդական շարժումը անդադ կուտակվում է եւ մի օր պայթելու է այդ ամեն ինչը եւ այս ընտրությունները իհարկե կարող են նաեւ ցուցիչ լինել, որ ժողովուրդը արդեն ամբողջությամբ մերժում է իշխանություններին եւ այս համատեքստում Գյումրին շատ կարեւոր է որպես Հայաստանի երկրորդ քաղաք եւ կարծում եմ հետագա իրադարձությունների վրա սրանք կարող են մեծ հետք թողնել։